Կամավոր զինվորական ծառայությունը որպես ազգային անվտանգության ամրապնդման հիմնական ռազմավարություն։ Ձեզ ենք ներկայացնում Պերուի բանակի փոխգնդապետ Մանոլո Էդուարդո Վիլագրայի 2024 թվականի հրապարակած զինվորական ծառայության վերաբերյալ վերլուծական հոդվածի առանցքային մտքերը։ Ամբողջ աշխարհում զինվորական ծառայությունը պատմականորեն կենտրոնական դեր է խաղացել ազգային անվտանգության կառուցման եւ պահպանման գործում։ 1990-ականներին Պերուում պարտադիր զինվորական ծառայությունից կամավորականին անցումը պայմանավորված էր որոշակի քաղաքական եւ ռազմական համատեքստով։ Կանայք, ինչպես տղամարդիկ, ունեն բոլոր հնարավորությունները զինվորական կարիերայում առաջ խաղացման համար։ Պերուի բանակում կանանց եւ տղամարդկանց պարտականությունները չեն տարբերվում։ Երկու սեռերի կամավորներն էլ բանակում կատարում են բոլոր հրամանները առանց վերապահումների։ Եվ քանի որ ծառայությունը կամավոր է, զինվորականի կյանքն ընտրած անձը կարող է ծառայել այնքան ժամանակ, որքան ցանկանում է։ Այնուամենայնիվ, կամավորական զինվորական ծառայությունը, որը սկզբնապես մտածվել էր որպես ավելի ճկուն եւ ժամանակակից այլընտրանք, բախվել է բազմաթիվ խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս ամրապնդել ազգային անվտանգության ռազմավարությունը։ Հիմնական խնդիրներից մեկը կամավորականությունն ընտրող երիտասարդներին առաջարկվող սահմանափակ տնտեսական հատկացումներն ու առաջնահերթությունների պակասն է, որը չի մոտիվացնում երիտասարդների մասնակցությունը ազգին մատուցվող ծառայություններին։ Այս գործոնը եւ զինվորների նկատմամբ հանրային սխալ ընկալումը հանգեցրել են նրան, որ զինվորական ծառայությունը դիտվում է որպես բեռ, այլ ոչ թե որպես հնարավորություն։ Զինվորական ծառայությունը ապագա կարիերայի հնարավորությունների հետ կապող համապարփակ քաղաքականության բացակայությունը սահմանափակում է դրա արդյունավետությունը որպես սոցիալական զարգացման շարժիչ ուժ։ Ուստի առաջարկվում է կամավոր զինվորական ծառայությունը ներառել որպես Պերուի ազգային ոստիկանություն ընդունվելու պահանջ, ոստիկանների պատրաստվածությունն ու կարգապահությունը բարելավելու եւ երիտասարդների շրջանում քաղաքացիական ներգրավվածությունը խթանելու համար։ Այս քայլը երկրին կապահովի ներքին անվտանգության խնդիրները լուծելու ավելի լավ պատրաստված մասնագետներ։ Բացի դա, այն կբարձրացնի երիտասարդ պերուացիների մարտական ոգին եւ մոտիվացիան, նրանց տրամադրելով անձնական եւ մասնագիտական զարգացման հստակ ուղի, հասնելով օգտակար համաձայնեցման թե անհատի, թե թիմի համար։ Կամավոր զինվորական ծառայության վերափոխումն ու ամրապնդումն ազգային անվտանգության հիմնարար ռազմավարական խնդիրներ են։ Վերջին տասնամյակներում կայացված քաղաքական որոշումները նվազեցրել են զինվորական ծառայության կարևորությունը, զրկելով երկիրը կազմակերպված պահեստազորային ուժերից, որոնք լավ պատրաստված են տարբեր սպառնալիքներին դիմակայելու համար։ Այս թուլացումը պարզապես իրավիճակային փոփոխությունների արդյունք չէ։ Դա պայմանավորված է որոշակի քաղաքական եւ գաղափարախոսական շրջանակների կողմից իրականացվող միտումնավոր քաղաքականությամբ, որոնք 1990-ականներին գրած պարտությունից հետո իրականացնում են տարբեր արշավներ հակառակորդ ուժերին վարկաբեկելու համար։ Հարկ է ընդգծել նաև, որ ցանկացած երկրում ինստիտուցիոնալ պաշտպանական կարողությունների ոչնչացումը խոցելիության նշան է։ Հետևաբար, Պերուն չի կարող իրեն թույլ տալ պահպանել այս իրավիճակը, եթե ցանկանում է ապահովել իր երկարաժամկետ կայունությունը։